Եթերում լուրերի ժամը 15-ի թողարկումն է, ես Մերի Դանիելյանն եմ։ Բարի կեսօր։ Այսօր Ադրբեջանից Հայաստան է ուղևորվում նավթամթերքի հերթական խմբաքանակը, ըստ ադրբեջանական աղբյուրների բեռը կներառի 1000 տոննա 92-րդ կարգի, 1800 տոննա 95-րդ կարգի բենզին և 1000 տոննա դիզելային վառելիք։ Նշվում է, թե Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի առաքումը կրում է բացառապես առևտրային բնույթ և վառելիքը վաճառվում է միջազգային շուկայական գներով։ Լրագրողները հետաքրքրվել են էկոնոմիկայի նախարարից, թե ինչպես են ընտրվում ընկերությունները, որոնք պետք է ադրբեջանական վառելիք ներկրեն։ Գևորգ Պապոյանն արձագանքել է, թե ինքը որևէ մեկին չի ընտրել, եթե ընտրելու լիներ, բոլորին կընտրեր։ Ասում է, պետք է մյուսներն էլ գնան, բանակցեն կամ իրենց մատակարարների հետ, որպեսզի կարողանան էժան բենզին բերել, որից շահողը ըստ Պապոյանի մեր քաղաքացիներն են։ Հիշեցնենք, նախորդ ամիս Ադրբեջանից Վրաստանի տարածքով Հայաստան ժամանեց Ադրբեջանի պետական Սոկար ընկերության մոտ 1300 տոննա բենզինով բեռնված 22 վագոններով գնացքը։ Հալեպում շարունակվող բախումների հետևանքով վնասվել են Շեյխ Թահա և Վիլլաներ հայաբնակ շրջանները։ Ըստ Գանձասար պարբերականի վիրավորներ չկան, վնասները միայն նյութական են։ Մերթընդմերթ կրակոցների ձայներ են լսվում, սննդամթերքի խանութները, հացի փռերն ու հիվանդանոցները բաց են։ Սիրիայի դեմոկրատական ուժերի և կառավարական զորքերի միջև բախումների հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում զոհերի թիվը հասել է 5-ի, վիրավորվել է 31 մարդ։ Տեղական լրատվամիջոցներն են հայտնում։ Ավելի վաղ հաղորդվել էր ևս 4 զոհի մասին։ Իրանում շարունակվում են բորբոքվել ազգային արժույթի արժեզրկման և թանկացումների պատճառով բողոքի ցույցերը։ Իրան International-ի փոխանցմամբ ցուցարարները կոչեր են անում իշխանությունների հեռացման, ինչպես նաև հնչեցնում են միապետությունը վերականգնելու կարգախոսներ։ CNN-ը գրում է, թե բախումների ժամանակ ոստիկանության սպա է սպանվել։ Դեռ երեկ հաղորդվում էր շուրջ 30 զոհի մասին։ Որոշ լրատվամիջոցների պնդմամբ բողոքի ալիքի շրջանակում ցուցարարները վերահսկողություն են հաստատել արդեն 3-րդ քաղաքի Քարաջի նկատմամբ, սակայն պաշտոնական հաստատում այս տեղեկությունների վերաբերյալ առայժմ չկա։ Իրանը մեղադրել է Միացյալ Նահանգներին երկրի ներքին գործերին միջամտելու համար։ Արտգործնախարարության տարածած հայտարարությունում նշվում է, թե իրանցիները թույլ չեն տա, որ Միացյալ Նահանգների խաբուսիկ քաղաքականությունը և թշնամական վարքագիծը խաթարեն Իրանի ազգային ինքնիշխանությունը, անկախությունը և արժանապատվությունը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Իրանը շատ ծանր հարված կստանա, եթե ավելի շատ ցուցարարներ զոհվեն։ Նիկոլաս Մադուրոն և իր կինը Սիլիա Ֆլորեսը վնասվածքներ են ստացել առևանգման ժամանակ։ Վենեսուելայի ներքին գործերի նախարար Դիոսդադո Կաբելոն պնդում է, թե Սիլիան գլխից վիրավորվել է և հարված է ստացել մարմնին, իսկ Մադուրոն վիրավորվել է ոտքից։ Կաբելոն նաև շեշտել է, որ ամերիկացի զինվորականներն ի սկզբանե չէին ծրագրել երկրից դուրս բերել նախագահի կնոջը։ Նրա խոսքով Ֆլորեսը պնդել է, որ իրեն տանեն ամուսնու հետ։ Սակայն ըստ Թրամփի վարչակազմի պաշտոնյաների Մադուրոն և իր կինը վնասվել են փախչելու փորձի ժամանակ։ Հիշեցնենք, հունվարի 3-ին են ամերիկյան զինված ուժերի մարտիկները առևանգել Վենեսուելայի նախագահ Մադուրոյին ու առաջին տիկնոջը Միացյալ Նահանգների Կարակասին հասցրած օդային հարվածներից հետո։ Վերադառնանք Հայաստան, Հանրապետությունում կան փակ ճանապարհներ։ Փրկարարծառայությունը տեղեկացնում է, որ առավոտվա դրությամբ փակ են Արագածոտնի մարզում Ամբերտ բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերտ ամրոց և Քարիլիչ տանող ավտոճանապարհները։ Որոշ տարածաշրջանների ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Վարդենյաց լեռնանցքը փակ է բեռնատարների, դժվար անցանելի մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին հորդորում են երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Վրաստանի արտակարգ իրավիճակների դեպարտամենտի տվյալներով Ստեփանցմինդա Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Այժմի համար այսքան է, լուրերի մեր հաջորդ թողարկումը ժամը 17-ին է։ Կհանդիպենք։